Սեքս սկանդալից մինչև կողոպուտ նրան գիտեն յուրաքանչյուրը, նա ստեղծում է թրենդներ և նույն վայրկյանին կարողանում է դրանք վերացնել, մինչ նրա մորը մեղադրում են տարբեր դավադրությունների և սատանա լինելու մեջ, ամբողջ ընտանիքը միլիոնների մեջ թաղված է։ Այսօր խոսելու ենք Քարդաշյան ընտանիքի, մասնավորապես Քիմ Քարդաշյանի և թե ինչպես Քարդաշյանը դարձավ հայտնի։ My name's Kim Kardashian. I'm the dopest and the ropest person in this class. Բայց մինչև անցնելը տեսանյութին կխնդրեմ բաժանորդագրվես ալիքին, մեկնաբանություններում կիսվես քո կարծիքով և ինչու ոչ, նաև տարածես այս տեսանյութը։ Սկսենք ամենասկզբից։ Քրիս Ջեները և Ռոբերտ Քարդաշյանը ամուսնանում են և ապրում են Լոս Անջելեսում, որտեղ էլ նրանք մի փոքր հայտնիություն ունենում են, բայց ոչ այդքան շատ։ Ռոբերտ Քարդաշյանը արմատներով հայ է, գաղթել են Հայաստանից և Քարդաշյան ազգանունը հենց ինքնին հայկական ազգանուն է, սրանով մերժելով այն բոլոր վարկածները, որ Քարդաշյանը հայ չէ։ Քարդաշյանը հայ է հորական կողմով։ Ռոբերտ Քարդաշյանը փաստաբան էր, ուներ մի քանի հայտնի ընկերներ և այդ ընթացքում նա շատ մոտ էր O.J. Simpson-ին։ Ովքեր չգիտեն, O.J. Simpson-ը շատ հայտնի ամերիկյան սպորտսմեն է և մարդասպան։ Եթե ցանկանաք O.J. Simpson-ի մասին, կարող եմ առանձին տեսանյութ անել, ուղղակի մեկնաբանություններում գրեք դրա մասին։ O.J. Simpson-ը սպանում է իր կնոջը։ Ռոբերտը և մի քանի այլ փաստաբաններ միավորվում են թիմ կազմելով, որպեսզի պաշտպանեն O.J. Simpson-ի իրավունքները։ Այդ ժամանակ առաջին անգամ ամբողջ աշխարհում Քարդաշյան ազգանունը տարածվում է։ Քարդաշյան ազգանունը ոչ թե տարածվում է աղջիկների շնորհիվ, քանի որ այդ ժամանակ երեխաներ կային, բայց դեռ 15-14 տարեկան էին մոտավոր, այլ տարածվում է հոր անունը որպես Քարդաշյան փաստաբան։ Մի քանի տարի անց աղջիկները արդեն սկսում են կոնկրետ տեղերում երևալ։ Ինչու եմ ասում կոնկրետ տեղերում։ Ըստ վարկածների Քրիս Ջեները նաև մի քանի ինտերվյուների մեջ նա դրա մասին ասել է, որ եթե նա իմանում էր կոնկրետ գեղեցկության սրահում պետք է այցելի, չգիտեմ, օրինակ ինչ-որ հայտնի դերասանուհի, ապա նա իր աղջիկներին մի քանի ժամ առաջ ուղարկում էր այդ գեղեցկության սրահ, որպեսզի նրանք նույնպես այդտեղ լինեին, և երբ պապարացիները գային, աղջիկներն արդեն այդտեղ նստած լինեն։ Եվ ինչպես ասում է, նետվորքը ամեն ինչ է, որպեսզի աղջիկները շփվեն և ճանաչեին հայտնի մարդկանց, ավելի կոնկրետ հայտնի մարդիկ ճանաչեին նրանց։ 1990-ականների դատի ավարտից հետո O.J. Simpson-ի Քարդաշյանների մասին համարյա թե ոչ ոք այլևս ոչ խոսում է, ոչ հիշում է և ոչ էլ կոնկրետ ինչ-որ տեղեր հրավիրում կամ չգիտեմ գովազդային առաջարկներ անում։ Անցնում է մի քանի տարի և 2003-2002 թվականից սկսած Քիմ Քարդաշյանը, երկրորդ դուստրը, դառնում է Paris Hilton-ի անձնական ոճաբանը և նրա մոտ ընկերուհին, ով էր Paris Hilton-ը։ Եթե լսել եք Hilton հյուրանոցների մասին, ապա դա պատկանում է իր հորը և Paris Hilton-ը ուղղակի իկոնա էր, ուղղակի ամենահայտնի մարդը այդ ժամանակների։ Paris Hilton-ը իրականում ձևացնում էր, որ նա տուպար բլայնդինգ է, բայց իրականում նա շատ խելացի և շատ ճիշտ մարքեթինգի միջոցով հասավ այն ամենին, ինչ ցանկացավ։ Եթե ցանկանաք Hilton-ի մասին նույնպես պատմեմ, կարող եք մեկնաբանություններում ուղղակի ինձ իմաց տալ։ Տարբեր տեսանյութեր կան և որոնք մեմեր են նույնիսկ դառնում, ինչպես է Քարդաշյանը Paris Hilton-ի հետևից ուղղակի վազվզում, աջից ձախ գնում և ոչ ոք նրան համարյա չի էլ նկատում։ Մի քանի տարի անց Քիմ Քարդաշյանը դառնում է ուղղակի ֆենոմեն։ 2007 թվականին Ռեյ Ջեյը, ով Քիմ Քարդաշյանի նախկին ընկերն էր, սոցկայքեր է հրապարակում երրորդ ընկերության միջոցով իրենց սեքս տեսանյութը, ինչպես է նրանք հոմ վիդեո արել, ինչպես են հյուրանոցում զբաղվել սեքսով։ Այդ ամենը հրապարակելուց հետո Քարդաշյանը դադարեցնում է իրենց կապը և դատի տալիս այդ ընկերությանը, քանի որ առանց իր իմացության թողարկել են ժապավենը։ Ժապավենը թողարկելուց մինչ այսօր համարվում է ամենավաճառված պոռնո ժապավեններից ամբողջ աշխարհում և նաև շատ հաճախ փորձում են մարդիկ այն ուղղակի գտնել որևէ տեղից, սակայն Քարդաշյանը փորձել է բոլոր տեղերից գնել և բլոկավորել տեսանյութը։ Այս պատմությունը ոչ միայն Քիմին, այլ նաև Քարդաշյան ընտանիքին ճանաչել է դարձնում ամբողջ Ամերիկայում։ Քարդաշյանները ճանաչված են դառնում մեկ սկանդալի միջոցով, որից որոշ ժամանակ անց սկսում է նրանց Keeping Up with the Kardashians reality show. All right, we're ready. No. You're right here. The wind, you guys. Is this necessary?
change. Awful. No, that is not cute. Yeah, I'm going. I need someone to make me laugh. Where's Kim? Kim is always late. Here. Get out of our way. Stop. Jealous. Enough. Stop! Enough. That's it, we're done. Money. Եվ այստեղ նաև հետաքրքիր մի փաստ է գալիս, որ Paris Hilton-ը նույնպես սեքս սկանդալից հետո սկսեց իր reality show-ը, Kardashian-ները նույնպես։ Մարդկանց մի մասն ասում է, որ սա պատահականություն է, բայց մյուս մասը, ինչպես նաև ես, ասում ենք, որ սա Kris Jenner-ի պլանավորած իդեալական ստրատեգիան է, որի միջոցով աղջիկները դառնում են հայտնի, ամբողջ ընտանիքը դառնում է հայտնի եւ գումար վաստակում։ Այս ամենի մասին նաև վկայում է այն, որ рэպերը բազմիցս ասել է, որ իրենք այդ ամենը պլանավորել են, բազմիցս ասել է, որ նրանք նկարել են նույնիսկ մի քանի տարբերակ, Քրիսը հավանել է այն տարբերակը, որտեղ Քիմը ավելի շատ է երևում, ավելի լավ ռակուրսներից եւ դա է հրապարակվել։ Рэպերը հրապարակել է այն պայմանավորվածությունը, այն տեքստերը, որտեղ գրված է ով որքան գումար պետք է աշխատի եւ որ այս ամենը ընդհանուր մի մեծ ֆարշ է, որը կազմակերպված էր Քիմին հայտնի դարձնելու համար։ Ինչ խոսք reality show-ում ուղղակի բոլոր ստանդարտները անցնում է, դառնում է ամենավաճառվող, ամենադիտվող reality show-ն ամբողջ Ամերիկայում, որը ժամանակ անց նաև Եվրոպայում։ Տեսանք է տարածքում շատ ուշ է այն հայտնիություն ձեռք բերում։ Առաջին իսկ սեզոնում ամբողջ ընթացքում քննարկվում է հիմնականում sex tape-ի մասին եւ նրա մասին, թե ինչպես են քույրերն առանձնանում հասարակությունից։ Նրանք առանձնանում են նրանով, որ չգիտեն շատ պրիմիտիվ բաներ անել, նրանով, որ ամեն մեկի մարմնի որևէ մաս պլաստիկ վիրահատության է ենթարկվել, բայց նրանք քարոզում են բնական գեղեցկության մասին եւ որ նրանք նիհարել են բնական միջոցներով, սակայն պլաստիկ միջոցներով են այդ ամենին հասել։ Այս ամբողջ սկանդալից հետո Kardashian-ը մոտ $5 միլիոն կարողանում է որպես տուժ վերցնել, հա, իրեն հատուցում են տուժ առանց իր իմացության, բայց իր իմացությամբ նկարված հոլովակը հրապարակելու համար։ Որքան է զարմանալի է, Kardashian-ը հետագայում չասեմ արդարանում է, բայց ասում է, որ նա տեղյակ էր, բայց գտնվելով որոշ տեղամիջոցների ազդեցության տակ, չի հասկացել, որ այդ ամենը իրական է։ Նրան թվացել է, որ նրանք ուղղակի խաղ են խաղում։ Շոուի մյուս պիկային հատվածը դառնում է 2011 թվականը, երբ Քիմը 72 ժամում ամուսնանում է, ավելի շուտ նրա ամուսնությունը տևում է ընդամենը 72 ժամ եւ ձեռք է բերում ամբողջ ամուսնությունից $18 միլիոն։ Բոլոր այն ժուրնալները, ամսագրերը, որոնք ցանկանում են որևէ հրապարակում անել Քիմից, նրանք պարտավոր էին նրան գումար վճարել, որպեսզի Քիմը տրամադրեր գումարներ, որոնք որ նրանք կհրապարակեին։ Նրանց բաժանումից, այսինքն 3 օր անց, երբ նրանք ասացին մենք բաժանվում ենք, մարդիկ ասացին, որ այս ամեն ինչը սկամ է, մեզ խաբել եք, դուք իրար չեք սիրել, այս ամեն ինչը այլ է գումարի համար, բայց Kardashian-ները շարունակում են իրենց կյանքը եւ շարունակում են վայելել գումարները։ Սկամերի թեման շարունակելով, այս ընտանիքը բազմիցս ցուցադրել է այնպիսի ապրանքներ, որոնք իրական ոչ միայն վնաս են, այլև չի թույլատրվել օգտագործել մարդկանց, սակայն նրանք դրան գովազդել են մեծ հոնորարների պատճառով, դարձել այդ ընկերության դեմք։ Այդպես օրինակ 3 ամենահայտնի գործերից Kim Emoji-ն, Քիմի խաղը եւ նրանց օֆիցիալ կայքը, նրանց ծրագիրը, սկսենք առաջինից Kim Emoji-ն, որը ստեղծվել է եւ բազմաթիվ անգամներ ներբեռնվել է նրան միլիոնավոր դոլարներ տալով, իրականում ուրիշ մարդիկ Քիմին առաջարկ էին արել նման գաղափարի, Քիմը մտածել էր մի որոշ ժամանակ նրանք իրար հետ աշխատել էին, սակայն հետագայում մերժում է եւ մի որոշ ժամանակ անց դուրս է գալիս Kim Emoji-ն լրիվ նույն գաղափարով, այսինքն Քիմը ուղղակի գողանում է իդեան, բայց մեկ այլ կամպանիայի հետ դա ռեալիզացնում է։ Այստեղ այդ ընկերությունը նրանց դատի է տալիս վաստակում միլիոնավոր գումարներ։ Երկրորդ դեպքը, երբ որ նրան առաջարկում են իր սեփական խաղը ունենալ, Քիմը ամբողջ իդեանը վերցնում է ու կրկին նույն գործողությունը։ Ու գիտեք ինչ, նրան նորից դատի են տալիս եւ գումար աշխատում։ Եվ երրորդը դա նրանց ծրագիրն էր, որի համար նույնիսկ նրանք գումար էին վերցնում, եթե դու չես ցանկանում օգտվել ծրագրից, դու ուզում ես հրաժարվել, դրա համար քեզնից գումար էին վերցնում, նրանք այդտեղ վաճառում էին իրենց հին հագուստը, որը նրանց բրենդը կարող է նվեր տված լիներ, օրինակ ինչ-որ նասկիներ, ինչ-որ չգիտեմ, պայուսակ, որ նրանք էլ չեն օգտագործում, նրանք որպես second hand վաճառում են այդտեղ եւ շատ մեծ հայտնիություն ունեցան նաեւ այդ ծրագրերի միջոցով, քանի որ մարդիկ փորձում էին եւ նույնիսկ հիմա փորձում են նմանակվել Kardashian քույրերին։ 2014 թվականին Kim Kardashian ամուսնանում է արդեն մեծ հայտնի, մեր մեջ ասած մեր փեսայի հետ, Kanye West-ի հետ։
մեր նախկին փեսայի հետ։ Ամուսնության հետ կապված Քիմի մոտ, չգիտեմ, կարծես սովորություն լինի, հա, նա մեկ ամուսնանում է, մեկ բաժանվում, ամուսնան բաժանվում եւ մեր փեսան նույնպես հերթականներ, նրանից բաժանվելով Քիմը չի ամուսնանում, սակայն ունենում է տարբեր սիրավեպներ, հիմնականում իրենից ավելի երիտասարդ տղաների հետ, որոնք տևում են կամ շաբաթներ, կամ նույնիսկ օրեր։ Այսքանը Քիմի մասին, սակայն Քիմի մասին կան մի քանի այլ հետաքրքիր բաներ, օրինակ, որ նրան Փարիզում հյուրանոցային համարներից մեկում ներս էին մտել երկու գողացել նրա ոսկեղենը, նա ամբողջությամբ մերկ էր, նույնիսկ Քարդաշյանը մտածում էր իրեն հիմա պետք է բռնաբարեն եւ սպանեն։ Հետագայում Քիմը կարողանում է նրանց գտնել եւ դատի տալ։ Մեկ այլ սկանդալ լինում է, երբ որ նա ուղղակի կորցնում է իր ադամանդե ականջողը օվկիանոսի մեջ եւ դա դառնում է մեմ սենսացիա ու այն փաստը, որ Քարդաշյանի աղջիկը շատ նման է իր ամուսնուն, դա նույնպես թրենդերի եւ սենսացիաների առիթ է։ Քարդաշյան քույրերը շատ հաճախ իրար օգնում են տարբեր սիտուացիաներում, դրանցից մեկը այն է, երբ նրանք մի քանի ամիս առաջ նկարում են տեսանյութ, որտեղ քույրերից մեկի ամուսինը համբուրվում է ակումբում մեկ այլ աղջկա հետ, որը ամիսներ անց նրանք նոր թողարկում են, հա նոր ցույց են տալիս մարդկանց, այն պատճառով է սա պայմանավորված, որ այդ ժամանակ նրանց եթերաշրջանը նոր է սկսում, եւ նոր եթերաշրջանի սկիզբը նրանք այդպես են որոշում սկսել եւ սկանդալներով շարունակել, որի արդյունքում նրանք ունենում են բազմաթիվ դիտումներ։ Դե այս ամենի հետևում էլ կանգնած է Քրիս Ջեները։ Ըստ կարծիքների Քրիսը նոր սատանան է կամ PR-ի աստվածը, քանի որ Քրիսը կարողանում է ամեն ինչից ստեղծել ոսկի, քայլող անտիլոպա է, նա համարվում է աղջիկների մենեջերը, վերցնում է նրանցից գումար իր ծառայությունների համար եւ աղջիկներին ամեն կերպ տանում առաջ, դա կլինի սկանդալի միջոցով, կլինի աղջիկների նոր ընկերներ, ընկերուհիներ գտնելու միջոցով, թե ուղղակի նրանց այդ հումորային տեսանյութեր նկարելու միջոցով։ Փաստը մնում է այն, որ Քրիս Ջեները իր 51 տարեկան հասակում կարողացավ ստեղծել իմպերիա, որի գլխավոր աստղը դարձավ հենց Քիմ Քարդաշյանը։ Գավարկած, որ եթե չլիներ այդ սկանդալային տեսանյութը, ապա Քարդաշյան քույրերը այդպես էլ կմնային Քարդաշյան քույրեր, նրանց ոչ ոք չէր էլ իմանա եւ միգուցե ինչ որ մի կերպ հայտնի դառնային, բայց ինձ թվում է ամենամեծ լուման ունեցել է իրենց ամբողջ կարիերայի ընթացքում հենց այդ sex tape-ը։ Իսկ դուք ինչ կարծիք եք դրա մասին։ Շնորհակալություն տեսանյութը դիտելու համար, կխնդրեմ բաժանորդագրվել եւ մեկնաբանություններում կիսվել ձեր կարծիքներով, ինչպես նաեւ մեկնաբանություններում կիսվել ձեր կարծիքով, ինչի կամ ում մասին կցանկանաք, որ լինի հաջորդ տեսանյութը։